Բացի այդ, եթե յուղազերծ սնունդ ենք օգտագործում, բացառելով ճարպերը, դա անդրադառնում է նաև մաշկի որակի վրա։ Այո, տեսեք, որովհետև օրգանիզմը շատ հետաքրքիր է եւ շատ լավ մեխանիզմներ ունի հակառակ պայքարի։ Այսինքն, եթե մենք ընդհանրապես ճարպը հեռացնենք, ինքը այլ մեխանիզմներ կգտնի այն արտադրելու ակնեի տեսքով, սաղեքային տրակտի այլ խանգարումներով, ցիկլի խանգարումներով, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի լինի բալանսի մեջ։ Շատ կարևոր է, տեսեք, 9-ից 18 տարեկանում կալցիումի մասնավորապես կաթնամթերքի օգտագործումը, քանի որ այդ դիապազոնում հենց կատարվում է երեխաների աճը, զարգացումը, մկանային մասսային հավաքում, ցիկլն է նոր սկսվում, կարգավորվում, այդ իսկ պատճառով երեխաները նամանավանդ մեր ստանդարտներով ամենաշատը իրանք ունեն կալցիումի պահանջ 1300 միկրոգրամի կարգի։ Հետո այդ պահանջը քիչ նվազում է, նույնպես շատանում է կլիմաքսի տարիքի կանանց տղամարդկանց շրջանում, բայց ամենաշատ պահանջը կալցիումի հենց այդ շրջանում է, ուրեմն 9-ից 18 տարեկանների շրջանում է։